Պարոն Մանուկյան, մենք Տիկին Գալստյանի հետ վաղուց ենք ծանոթ, դեռ դեմ ենք օտարալեզու դպրոցների, ասում ենք Տիկին Գալստյանի հետ դեռ վաղուց ենք ծանոթ, դեռ դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը շարժումից, որտեղ պայքարի նույն կողմում էինք, այնպես որ իր մասին շատ հարցեր չունեմ տալու, իրեն բավականին լավ ճանաչում եմ, բայց այս հարցում դաշնակցության մասին, քանի որ դաշնակցությունն է իրեն հիմա ներկայացնում, երեկվա իմ ելույթը Սփյուռքի վերաբերյալ ալեկոծել է հայ դատի գրասենյակի հույդար մնացած շարքերը եւ ի պատասխան ես միշտ այսպիսի բան եմ լսում, ասում են դե իրենք պաշտպանում են հայկական շահը, հայկական շահը։ Չեն ասում Հայաստանի շահերը կամ հայաստանյան շահը։ Եվ ինձ մոտ հարց ցակեց, այս երկու բառերը արդյոք հոմանիշներ են, հայկական շահը եւ Հայաստանի շահը միշտ նույնական են, եթե միշտ նույնական են, ինչի է օգտագործվում հայկական շահը տերմինը եւ չի օգտագործվում Հայաստանի շահը։ Իսկ եթե հակադիր կարող են լինել երբեմն ժամանակ առ ժամանակ, ապա այդ երկուսից ո՞ր մի շահը պետք է գերադասի հայ քաղաքական գործիչը Հայաստանում։ Մանուկյան, եթե ուզում եք կարող եք չպատասխանել հարցին, որտեղ օրակարգի հետ բացարձակապես կապ չունի եւ որտեղում եմ կապ ունեցող հարցեր տալ։ Լավ առիթ ա տվել, մի քիչ հիշողության թարմացում կանեմ։ Պարոն Եղոյան, նախ երեք դուք ահավոր վատ եւ շատ գրեհիկ եք արտահայտվել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության տասնամյակներով շահը սպասարկող մեր ազգային կառույցների նկատմամբ։ Մի վարքյան էլի։ Այստեղ դուք կարտահայտվեցիք Եվրոպայի հայդատի գրասենյակի մասին, Գասպար Կարապետյանի մասին։ Գիտեք, սենց ասեմ, կարծում եմ ամեն նորմալ դաստիարակություն ստացած մարդ միշտ պետքա նախ մեծին հարգի, նախ հարգի այն մարդուն, որի հետ ճանապարհ է անցել, հարգի այն մարդուն, որը փոքր-ինչ գիտելիք է տվել, օրինակ Եվրոպարլամենտի տարբեր պատգամավորների դռները ոնց են բացում, ծանոթացնում, տպավորություն էր, որ դուք ընդհանրապես այդ ամեն ինչի հետ կապ չունեք, բայց դե մարդիկ կան, հիշում են, հիմա Գասպար Կարապետյանը մեծահոգի է, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդ է, մեծահոգի կգտնվի 1000 անգամ այդպիսի բան տեսել է, բայց մի հատ ելույթով անդրադառնալու եմ, բայց մինչև ելույթը, որ վերհիշեք էլի ժամանակ ունենանք, սա 21 թվականի ապրիլն է, հեռավար կոնֆերանս, կազմակերպությամբ Եվրոպայի հայդատի գրասենյակի եւ Կիպրոսից Եվրոպարլամենտի պատգամավորի, նվիրված էր Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների վիճակին։ Իդեպ որքան տեսնում եմ այս կոնֆերանսի մեջ մեկ էլ շատ ծանոթ դեմք է հայտնվում։ Արման Եղոյան։ Հիշեցիք։ Մի քիչ ուրիշ բաներ էլ կհիշացնեմ, բայց դա արդեն առանձին ելույթի ժամանակ որ բանանեմ։ Ինչ վերաբերում է հայության եւ Հայաստանի շահերի բախմանը։ Չի կարող մի ժողովուրդ, աշխարհասփյուռ ժողովուրդ, որը իր համար հակառակ ապրում է Միացյալ Նահանգներում, ապրում է Լիբանանում, ապրում է Սիրիայում, իր համար հայրենիքը մնա Հայաստանը եւ այդ ժողովրդի տարբեր հատվածների շահերը բախվեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Գիտեք, երևի սփյուռքահայերը քիչ եք շփվել, ես երջանկություն եմ ունեցել 18-19 տարեկանից ապրել այդ մթնոլորտում, լինել Սփյուռքի շատ գաղթօջախներում, ուղղակի դուք չեք ճանաչում։ Այդ մարդիկ ծնվում են, ծնվելուց հետո օրորոցայինով հայրենիքի հետ են կապվում։ Իդեպ ասեմ, տարբեր մեր ուղեկից կազմակերպություններով միայն այս տարվա ընթացքում շուրջ 3000 երիտասարդ եկել է հայրենիք։ Երնեք մեկը ներկա լիներ մեր ավանդական էլի պատմական Հոմենեթմենի հայ մարմնակրթական ընդհանուր միության, որն արդեն 100 տարեկան է, ընդհանուր միության համահայկական բանակմանը Բյուրականում։ Փշաքաղվել կարելի է, թե ոնց այդ օտար ափերում մարդն այդքան հայ կարող է լինել։ Արձագանք։ Պարոն Մանուկյան, ես ձեր հարցից, ձեր պատասխանից հասկացա, որ հայկական շահը եւ Հայաստանի շահը իրար չեն կարող հակասել, դա լրիվ նույն բանն է, ըստ սահմանման։ Այդ դեպքում ինչի նույնիսկ դուք այս ձեր խոսքի մեջ խուսափեցիք օգտագործել Հայաստանի շահը, հայաստանյան շահը եւ ասացիք հայ ժողովրդի շահ, չգիտեմ, հայկական, հայ արմատներ, հայրենիքի շահ եւ այլ, ինչի եք խուսափում Հայաստանի շահը
բառակապակցությունը օգտագործելուց, եթե այն լրիվ իդենտիկ է հայկական շահի հետ։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան, 90 թվականի ապրիլի 17-ին Արցախից վերադառնալու հաջորդ օրը, երբ որ ընդունվել եմ դաշնակցության շարքեր, երթում եմ տվել, ինչպես իմ ընկերները, ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին։ Երթում եմ տվել, որպես պատգամավոր են երթվել Հայաստանի շահը սպասարկել, որպես դաշնակցական, որպես մարդ, որպես քաղաքական գործիչ ես եւ իմ ընկերները անցնող բոլոր տարիներին այդ շահի համար ենք ապրել, ցավոք սրտի իմ շատ ընկերներ, կուսակից ընկերներ նաեւ նահատակվել են։ Արայիկ Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, երեք Տիկին Գալստյանի կենսագրությունը ներկայացնելիս կարծես կենսագրությունից մի կետ եք բաց թողել, որ նա կոմսոմոլի քարտուղար է եղել, եթե այդպես է, ինչ է այս կետը բաց թողնվել, որովհետև դա հանրային քաղաքական կյանքում մարդու էլի ինչ-որ մի նշանակալի իրադարձություն է։ Երկրորդը երեք դեռ հայտնի չէր, որ Տիկին Գալստյանի թեկնածությունը պետք է առաջ քաշեք։ Ես երկու դրվագ նկատեցի իր մասնակցության, որը կուզեմ մի հատ քննարկենք միասին։ Տիկին Երեմյանը դուրս է գալիս ելույթի եւ դիմում է Տիկին Գալստյանին, Տիկին Գալստյանը արհամարական կերպով բաժակը վերցնում է եւ դուրս է գալիս դահլիճից, այն դեպքում, երբ որ Տիկին Երեմյանը դիմել էր իրեն եւ իրեն էր պատասխանում։ Երկրորդ դրվագը Տիկին Թաքուի Ղազարյանի դեպքում էր, երբ որ էլի Տիկին Թաքուի Ղազարյանը դիմեց Տիկին Գալստյանին եւ Տիկին Գալստյանը նույն արհամարական վերաբերմունքով ֆրաց եւ սկսեց զրուցել Տիկին Աննա Գրիգորյանի հետ։ Հիմա այս հանձնաժողովը մի քիչ սպეციფիկ է, որտեղ մարդիկ պետք է հարաբերակցվեն երևի այլ մակարդակում եւ ինքն էլ որպես տեխնացու եւ նաեւ եթե ընտրվի հանձնաժողովի նախագահ պետք է փորձի որոշակի ներդաշնակություն ստեղծի հանձնաժողովում, որ եւ իր խոսքը անցնի եւ որոշումներն ընդունվեն։ Հիմա մի մարդ ով էսպիսի վերաբերմունք ունի իր գործընկերներին, կարող է լինել հանձնաժողովի նախագահ։ Պարոն Արությունյան, նայեք, իրականում սա քաղաքական հարթակ է։ Քեֆի սեղանի շուրջ չենք նստած, որ մեկը կենաց ասում, 3 հոգի չեն լսում, մենք էլ համարենք վայ առամարեցին, այդ կենացը չլսեցին։ Քաղաքական կեցված կա, որովե կոպիտ խոսք չի հնչում։ Հիմա ես էլ օրինակ այս դարիճում մարդիկ կան, որոնք ուղղակի ֆիզիկապես չեմ ցանկանում լսել եւ դուրս եմ գալիս դալիճից։ Ինչ վերաբերում է Լիլիթ Գալստյանի Կոմսոմոլի Երևանի քաղաքոմի բաժնի վարիչ լինելու հանգամանքին, իրականում կենսագրությունը շատ մեծ էր, այս կենսագրությունն եմ կարդացել, բազմաթիվ դրվագներ զեղչել եմ։ Պարոն Արությունյան, նայեք, եթե դուք ծնված չլինեիք 79 թվականին, օրինակ ծնված լինեիք 69, 70 թվականին, բնականաբար դպրոցական կյանքում կարող է լինեիք կոմսոմոլ։ Վստահաբար լինելու է կոմսոմոլ, ենթադրում եմ դպրոցում լավ եք սովորել, կարող է լինեի կոմսոմոլի քարտուղար։ Օրինակ ես մեր դպրոցի կոմսոմոլի քարտուղարն եմ, բայց այդ չէր խանգարում բազմաթիվ հարցերում լրիվ ուրիշ գիծ ունենալ։ Հիմա Տիկին Գալստյանը տարիքը չենք ասում, ընկեր Լիլիթ, քանի որ Տիկին Գալստյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, բնականաբար այդ պայմաններում հայտնվել է եւ շատ կարեւոր է։ Այսինքն ասեմ եթե չգիտեք, այդ ժամանակ դա շատ կարևոր պաշտոն էր։ Իդեպ ասեմ, 89 թվականի Երևանի քաղաքոմի պլենումն եմ հիշում, որին Տիկին Գալստյանն ներկա էր, որտեղ Արցախի հարցով հակառակ որ կոմսոմոլ էր բաներ, բանաձևեր են ընդունել։ Ամբողջ այդ պլենումը վերածվեց Արցախի հարցի։ Եվ այդ առումով արտառոց բան չկա։ Բայց քանի որ Այստեղ եմ ձեր հարցին եմ պատասխանում, չեմ կարող չտրվել գայթակղությանը եւ անդրադառնալ։ Երեք դուք մի դարակազմիկ բան եք ասել։ Դուք ասեցիք, դե համալսարանում հոգեբարձուների խորհրդի նախագահան թողեցինք Գրիգոր Մինասյանին, բայց հետո տեսանք, որ վերցնում են, դրա համար մենք որոշեցինք վերցնել։ Բուհերը տեսանք, բուհերը վերցրեցինք։ Ընդ որում ավելին ասել, հանգուցյալ Արամ Սիմոնյանին գրեթե
սրտի կատվածի հասցրեցիք, որտեղ ուզում եք ռեկտոր էլ փոխել։ Ոնց որ բազմաթիվ ռեկտոր փոխեցիք։ Հետո ասեցիք, լավ է, դատավորները ոնց որ ինչ որ բան են, ալաբուլային, եկեք դատավորներին վերցնենք, դատարանները վերցնենք։ Եկակ, 26 թվին, մեկ էլ ասիք, այս ընդդիմությունը ոնց որ ուզում է կեղծի ընտրությունները, խի թողենք իրանք կեղծեն, եկեք մենք կեղծենք բրտնենք։ Շատ ժիլեզնի տրամաբանություն։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Պարոն Մանուկյան, ուրեմն նույն կոմսոմոլը եղել է նաև 90-ականներին, Հանրապետականի, ՀՀՇ-ի եւ մյուսների տեսքով։ Դուք անդամագրվել եք կամ դաշնակցել եք այդպես կազմակերպությունների։ Ես չեմ դարձել։ Դա իդենտիկ նույնն էր եւ դժվար թե 80-ականներին կամ 70-ականներին կոմիտական դառնա։ Երկրորդը, ձեր ասածի հետ կապված մի անեկդոտ կա։ Մի հարբած տղամարդու մեկը տեսնում է, կներեք էլ ես գենդերային անեկդոտի համար, բայց պետք է պատմեմ։ Ասում է դու հարբած ես, ասում է բայց դու գեշ ես։ Ասում է դու հարբած ես, բայց դու գեշ ես։ Երրորդ անգամ երբ որ ասում է ես կոյաղանամ, բայց դու տենց գեշել կմնաս։ Հիմա մենք մեր սխալները ընդունում ենք, նույն բուհերի հետ կապված 2029 թվականին այդ հարցը վերջնականապես կլուծվի, բայց դուք նույն ձև գեշել կմնաք։ Պատասխանեք։ Արձագանքեմ։ Ունեք պատասխան, պարոն։ Հա, ունեմ, ոնց չունեմ։ Ես անեկդոտ չեմ սիրում պատմել, դրա համար անեկդոտով չեմ պատասխանի, շատ ավելի լուրջ կպատասխանեմ։ Գիտեք ձեր կեցվածքը ոնց է։ Ձեր 8 տարվա համար դուք ամեն օր ասում եք այո, սխալվել եմ։ Արցախի հարցում սխալվել եմ։ Այդ հարցում սխալվել եմ, այն հարցում սխալվել եմ, արտաքին հարաբերությունների հարցում սխալվել եմ, հռչակագրի հարցում սխալվել եմ։ Լավ, այդքան որփի գլուխ չի այս երգիրը, որ սենց խուզելով գնաք ամեն անգամ ասի վայ ականջի ծայրից կդրել ենք, կներեք, մյուս անգամ չենք կդրի, հետո ասենք մյուս ականջին, որփի գլուխ չի այս երգիրը, դրա համար ենք ասում, գնացեք, շնորհակալ եմ։ Բայց նոր ենք եկել, պարոն Մանուկյան, ուր գնանք։